ապրեք, ամեն ինչ շատ լավ է գալ, գեղեցիկ զարդարել եք ամբողջ դահլիճը, ես շատ հպարտ եմ ձեզանով, շատ սիրում եմ ձեզ սիրելիներս, պետք է այնպես անենք, որ ֆրանկոֆոնիան վերջապես գա մեր դպրոց ու մենք մի լավ պատվոգիր ստանանք, լավ։ Աշակերտների հանդեպ և շարունակենք սովորել մեր երազանքների դպրոցում։ Ուրա! 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 Մենք չենք թողնելու, որ դուք ուսուցիչներդ ոտնահարեք աշակերտների իրավունքները և զրկեք մեզ ազատ խոսքից։ Ազատ խոսքի իրավունք! Ինձ հիմա բոլորս ռեկուանցեք դասարաններով։ Չեք լսում ասեմ բոլորս դու։ Նոր! Խնդրեմ, պարոն տնօրեն։ Շնորհակալություն, Զաքարյան։ Հիմա ասեք տեսնեմ, թե ինչ է այստեղ կատարվում և ինչու դուք դասարաններում չեք։ Մենք պահանջում ենք, որ դուք կատարեք մեր կողմից առաջադրվող խնդիրները և լուծում տակ դրանց։ Հակառակ դեպքում չենք դադարեցնի մեր բողոքի ակցիան և կհայտարարենք դասադուլ։ Դասադուլ! 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 Ինչ խնդիրների մասին է խոսքը։ Խնդիրները շատ են, օրինակ մեր տնային հանձնարարությունների քանակը, մենք չենք հասցնում կատարել մեզ հանձնարարվածը։ Եվ այդ պատճառով մենք երկուսներ ենք ստանում։ Պահանջում ենք, որպեսզի տնային առաջադրանքների քանակը նվազեցնենք 80%-ով։ Դպրոց առանց տնային! Դպրոց առանց տնային! Դպրոց առանց տնային! Խնդիր համար 2, դուք ուսուցիչներդ ամեն դասի վերջում ասում եք, որ զանգ ուսուցչի համար է և առաջինն եք դուրս գալիս դասամիջոցի, եթե զանգ ուսուցչի համար է, ապա դասի զանգը հնչելուց, ինչի առաջինը չեք գալիս դասարան։ Մենք պահանջում ենք, որ զանգը լինի ոչ թե ուսուցչի համար, այլ աշակերտի։ Զանգը աշակերտների համար է, զանգը աշակերտների համար է, զանգը աշակերտների համար է։ Չհասկացա, այս ինչ անհեթեթություն է։ Դպրոցում կան չգրված օրենքներ, որոնք չի կարելի խախտել, ներառյալ այն, որ զանգը ուսուցչի համար է։ Հեռացիր! 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 Խնդիր համար 3, ինչու է մեր ֆիզկուլտի ուսուցիչը մեզանից պահանջում, որ ֆիզիկական նորմատիվների համար 20 հատ գետնի վրա ժիվար է, բայց դա նույնիսկ հիքար չի կարողանում անել։ Մի րոպե, ով ասում չեմ կարող անել։ Ուղղակի խանգարող հանգամանքներ կան։ Խնդիր համար 4, դուք ուսուցիչներդ ասում եք, որ դպրոցի մեր երկրորդ տունն է։ Եթե տենց է, ինչ եք մեր տան բուֆետում սնվելու համար գումար վճարում։ Անվճար սնունդ! Անվճար սնունդ! Անվճար սնունդ! Ձեր ներկայացրած խնդիրները անհեթեթություններ են ու ես չեմ կարող դրանց լուծում տալ։ Մեր խնդիրներն այսքանը չեն։ Եթե դուք չշարունակեք լսել մեզ ու լուծում տալ մեր խնդիրներին, ապա մենք կգնանք կտրուկ քայլերի և մեր բողոքի ակցիան կշարունակենք կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, նախարարության շենքի դիմաց։ Խնդիրների լուծում! Խնդիրների լուծում! Խնդիրների լուծում! Այսպես շարունակվել չի կարող։ Մենք պետք է լրացնենք սրանց։ Սա դպրոց է թե Պորշ, ամեն ինչ խառնվել է իրար, եւ եթե մենք հենց հիմա սրանց չլրացնենք, ես կդառնամ ծաղրի առարկա։ Հասկանում եք, ձեր տնօրենը կդառնա ծաղրի առարկա։ Առաջարկներ։ Պարոն տնօրեն, ես առաջարկում եմ նրանց անվճար բուլկի բաժանել։ Զաքարյան, ինչ ես խոսում։ Անվճար բուլկի բաժանելով քեզ կլրացնենք, եթե դու միտինգ անել։ Իսկ սրանք չեն լրի, չես հասկանում, բուլկին դա ոչ մի բան է նրանց համար։ Պարոն տնօրեն, հավատացեք դա աշխատող մեթոդ է։ Բուլկիները կբաժանեն, կուտեն, կկշտանան, կհանդարտվեն,
ու եթե անգամ ակցիան չցրվի, նրանց ուտելու հաշվին մենք ժամանակ կշահենք ու կհասկանանք ինչ ենք անում։ Լավ, դե ինչ ասեմ, եկեք Փորձի։ մի րոպե լռություն, երեխաներ, մենք բոլորս հարգում ենք ձեր իրավունքները։ Ասեմ ավելին, մենք որոշում ենք կայացրել, քանի որ դուք սոված եք, կարող ենք բաժանել ձեզ բուլկիներ, դուք կուտեք, կկշտանաք, կվերադառնաք ու մենք կփորձենք այս խնդիրներին լուծում տալ։ Լավ, պարոն տնօրեն, մենք համաձայն ենք։ Դե գնացեք մեր բուլկիները բերեք։ Բուլկի, 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 բուլկի։ Տղա ջան, վեր կաց գնա դասի, տղա ջան, վեր կաց։ Պարոն տնօրեն, չհասկացա։ Ինչ եք ստեղ կանգնել։ Արա գնացեք մեր բուլկիները բերեք։ Գժվել ես բուլկի։ Պաստորեն ես ամեն ինչի երազ էր։ Հա, երազել, գնացի դասի, արագացը։ Ես ինչ տեղես գտել կդելու հիմարի մեկը վերադարձը ես հիմա։ Հիմա արստեղ ես եմ մենակ չնում։ Emoji, emoji